Հարգելի պարոն փոխքաղաքապետ, հարգելի ավականու անդամներ, սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ։ Նախ շնորհավորում եմ կրկին անգամ քաղաքացու հաղթանակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հունիսի 7-ի ընտրություններում կրկին անգամ հաղթեց եւ այսօր ինչ-որ սուտի կեղծ կառուցողական մթնոլորտ է Երևանի ավականու նիստում Մեսրոպ Մանուկյանը Մայր Հայաստան խմբակցությունը ինչ-որ սուտի կառուցողական կեղծ կառուցողական ձևով փորձում են խոսել ծուխից, հայերների, դուք ձեր ծուխին նայեք, ձեր ծուխն է սև դուս եկե արդեն, տեղակ եք Ժողովուրդ ջան, ձեր ծուխը դուրս է եկե ուղղակի, խոսում են ճանապարհներից, խոսում են կամուրջներից ու կանգառասրահներից, Ժողովուրդ ջան, չէ, այդպես չեղավ, եկեք ասեք այդ կաշառքը խի եք բաժանում, այս հարցին պետք է մեկը պատասխանի, թե չէ, պարոն Ստեփանյան, ներկա եք Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու, պարոն Մեսրոպ Մանուկյանը գնաց Քոչարյանի թեկնածուն, դուք էլ Գագիկ Ծառուկյանի թեկնածուն եք, այդ հարցին պետք է մեկը պատասխանի, Ժողովուրդ ջան, խի եք բաժանում կաշառք, թե չէ։ Մի ընթաց։ Ձև չունեք, Ժողովուրդ ջան, ձև չունեք։ Ձեր ելույթների ժամանակը խոսակ, լռություն։ Շանս չունեք, ասում եմ, Ձեր ելույթ գրանցվեք, Շարունակեք, ես ուզում եմ թվեր մեջ բերել, Ժողովուրդ ջան, 2021 թվականի ընտրությունների խորհրդարանական քաղաք Երևանում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հավաքել է 40.9% ձայն։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հավաքել է 41.5% ձայն։ Այսինքն 23,000 ձայնով ավել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ավել ձայն է հավաքել Երևանում։ Երևանում մեծ սուս մնացեք էլ իսկականից արդեն։ Երևանում 478 տեղամասից քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 467-ում հաղթել է։ Ես ասում եմ փաստեր, թվեր, որ դուք լսեք ու հասկանաք, որ ձեր կաշառքը, ձեր սամալյոտներով Ռուսաստանից մարդ բերելը ձեզ մեկ այլի չի օգնի այս ամեն ինչում հաղթանակ ունենալու միջև։ Գյուղերում, Երևանի վարչական շրջաններում մարդիկ են եկել ընտրության, որ այդ թաղի բնակիչների, ասում եմ, գիտենք այդ մարդիկ ընդհանրապես ուր են, կյանքում 20-30 տարի Հայաստանում չեն եղել, բայց ոչինչ, այդ օրենքն էլ կարգավորվի, որ դրսում ապրողը չգա Հայաստանում որոշի, թե ով պետք է Հայաստանում ղեկավար լինի ու թողի գնա էլի գուբերնիան։ Եռագլուխներ։ Կաշառատու գործակալական բանդայի մի մաս եք, պարոն Սուքիասյան։ Մայր Հայաստան խմբակցության որոշ անդամներ, ովքեր որ ներգրաված են եղել քաղաքական պրոցեսների մեջ խորհրդարանական ընտրություններում, եղել են ցուցակի մեջ ներգրաված, եղել են քարոզարշավի մի մասնիկ, իշով մի դրական պրոցեսի զբաղվածություն են ունեցել։ Այդ մարդիկ գործակալական բանդայի, կաշառատու բանդայի անդամներ են։ Ով պետք է սրա պատասխանը տա։ Ասում է ծուխ հայգերի։ Ծուխը հելնում է, հենց հիմա հելնում է, սև գույնի ծուխ է հելնում Մայր Հայաստան խմբակցությունից, Ռոբերտ Քոչարյանից, Գագիկ Ծառուկյանից, եկել են բանից, այն տաշի սամոյից։ Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, հա ու մի բան էլ, Արսեն Ամիրյանի մասին ենք խոսում, պարոն Սուքիասյանը ասում է, այս տպավորությունն է, եթե պարոն Սուքիասյանը չէր, կներեք, բայց ինդեղից էր։ Այս տպավորությունն է, որ բայց Ամիրյանին դեմ տրամադրվածություն կա, հա, կա, պարոն Սուքիասյան։ Ասում է, ըստ համացանցում եղած տեղեկատվության, Արսեն Ամիրյանը ծնվել է 1881 թվականին, շատ չմանրամասն կենսագրությունը, եղել է Հոյդայի հետ դաշնակցության, հետո միանգամից միացել է բոլշևիկներին։ Եթե ինչ-որ հարազատ ինչ-որ բան կարող կա դրա մեջ, որ դուք ասում եք տրամադրվածություն կա Արսեն Ամիրյանի, հա ոչ չկա այդ ցավոտանը։ Բայց ո՞ս կարա չլինի։ Ճիշտ տարել դրա համար այսօր փողոցը անվանը փոխվել է ու դառնա Պապ Թագավորի փողոց, Ամիրյան փողոցը։ Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, իդեպ այս ավականու նիստը երևի թե կլինի վերջինը, բայց ես կոչ եմ անում երևանցիներին ուշադիր հետևել այս ընդդիմությանը Երևանի քաղաքապետարանում գտնվող, որոնք մի մասն են հանդիսանում եռագլուխ պատերազմի կուսակցությունների,
որովհետև իրենց շարքերում նստած են մարդիկ, ովքեր հանդիսացել են Ռոբերտ Քոչյանի, Գագիկ Ծառուկյանի հետնորդներ կամ այդ թիմակիցներ, ու այս ամեն ինչը չպետք է այդ հայերների ծուխի տակ թաքնվի։ Դա բացառված է, շանս չունեք, ժողովուրդ ջան, անկեղծ դուք շանս չունեք։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։